Տարեվերջյան ուղերձում ուժեղ Հայաստանի իր ծրագրի մի մասն է կալանավայրից հրապարակել գործարար Սամվել Կարապետյանը։ Նա առաջարկում է գալիք տարի խորհրդարանական ընտրություններին գնալ խոստումները չկատարած ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետը մերժելու, ձայնը հանուն իրական արդարության, բարեկեցության, համախմբվածության ու միջազգային գործընկերների հետ լավ հարաբերություններ կառուցելու համար։ Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է, գրում է Կարապետյանը։ Նա խոստանում է շուտով լրացնել Հայաստանի ապագայի իր ծրագիրը, որի մասին կխոսեն նաև մեր ձևով շարժման անդամները։ Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է, նախ առաջինը եւ ամենակարևորը։ Մեր ժողովուրդը արդարության կարոտ է մնացել ու մենք պետք է կատարենք մեր ժողովրդի երազանքը։ Փոքրիկ խմբակը հենց այդ հիմնական խոստումով եկավ իշխանության ու անամոթաբար խաբեց բոլորիս։ Մենք բերելու ենք այդ սպասված արդարությունը, օգտագործելու ենք տասնամյակների ընթացքում տասնյակ երկրներում ձեռք բերված գործարար կապերը աշխարհի լավագույն ու հռչակավոր ընկերությունների հետ ու երկիրը հարստացնենք, կառուցենք եւ շենացնենք։ Պետք է անցյալում թողնենք աղքատներ ունենալու փաստը, դեղի փողի խնդիր ունեցող ծնող չպետք է լինի այլևս։ Դա իմ պատվի հասն եմ համարում։ Մենք չենք կարող խոսել զարգացման մասին, եթե մեր հասարակության զգալի մասը ճկռում է տարատեսակ, մասնավորապես բանկային պարտքերի տակ։ Այս մարդկանց իրենց խնդրի հետ մենակ չենք թողնելու ու բանկերի եւ այլ վարկային կազմակերպությունների հետ միասին գտնելու ենք համապատասխան լուծումներ։ Տեսնում եմ եւ ունեմ այդ լուծումների ճանապարհները։ Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ։ Պրիմիտիվ քենքշելու ու միաժամանակ գցնելու խաբեբա ու հայերիս համար ամոթալի քաղաքականությունը դադարեցնելու ենք ընտրությունների հաջորդ իսկ օրվանից։ Մենք կրկին պետք է մի մեծ ընտանիք դառնանք, ուր յուրաքանչյուրը իրական սիրո ու համերաշխության մթնոլորտում զբաղվում է իր գործով ու շենացնում է հայրենի տունը։ Փոքրիկ խմբակին հեռացնելուց հետո ատելությունը պետք է արմատախիլ անենք Հայաստանից։